Պարոն Սաֆարյան, Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում հայտարարեց, որ Հայաստանում ընդդիմությունը ըստ երևույթին ազդեցության գործակալ է օտարերկրյա պետությունների համար, սա ինչպես կմեկնաբանեք, արդյոք չափազանցված չէ վարչապետի այս հայտարարությունը։ Մեծ հաշվով սա նորություն չէ, վարչապետի այդ հայտարարությունը նորություն չի։ Տարիներ շարունակ, հատկապես 2020 թվականի 44 օրյա պատերազմից անմիջապես հետո ակնհայտ դարձավ, որ հասարակության մեջ այս խորը բևեռացումները զուտ հայկական արմատներ կամ զուտ հայկական հյուսվածքներ, ավելի ճիշտ մետաստազներ չեն, մեծ մասը նաև ուրեմն արտերկրի, տվյալ դեպքում դժվարանում եմ երկիրը ասել, ոչ թե քաջություն չունեմ ասելու, բայց դժվարանում եմ ասել անպայման արտերկրի գործակալական ցանցի ներկայացուցիչներ են։ Առավել ևս, եթե 1-2 տարի առաջ մենք հստակ կարող ենք ասել, որ վարձատրվում են, ուրեմն տվյալ երկրի, որ գործակալական ցանցն են ներկայացնում, որ ներկայացուցիչներ վարձատրվում էին, ապա հիմա հստակ կարող եմ ասել, որ շատերը նաև կամավոր են անդամագրվում այդ աշխատանքներին։ Դա ես նկատի ունեմ եւ հարևան երկիր, նկատի ունեմ եւ հեռավոր երկիր, նկատի ունեմ եւ այն երկրներին, որոնք այստեղ ունեն իրենց քաղաքական շահերը առաջին հերթին, քաղաքական շահերը հարավային Կովկասում, հարավարևելյան Կովկասում իրենց դիրքերը ոչ միայն ամրապնդելու, այլև իրենց ներկայացուցիչները ունենալու համար։ Դե գիտեք, ակնհայտից էլ ակնհայտ է, որ եթե խոսքը գնում է, ասենք թե ուզում եմ փակագծերը բացեմ, մեր նախկին ռազմավարական գործընկերոջ Ռուսաստանի Դաշնության մասին, ապա ես հստակ կարող եմ ասել, որ Ռուսաստանը այլ ճանապարհ չունի, բացի գործակալական ցանցի ներկայացուցիչների միջոցով կամ 5-րդ շարասան միջոցով դիմի տարբեր մեթոդների, սկսած հայբրիդային պատերազմներից, այնպես էլ soft power կամ փափուկ ուժի գործիքակազմ կիրառելուց։ Պարզից էլ պարզ է, որ այս նույն դաշտում կարող են դիտել նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապված, նրանք էլ են այդ ուղղությամբ աշխատանքներ տանում, հստակ կերպով քաղաքական դաշտում ուրվագծվում է, դիսպոզիցիա կա քաղաքական գործիչների, իհարկե կառավարության ղեկավարի իրազեկվածության աստիճանը կամ կառավարության ղեկավարի ամբողջ այդ, չգիտեմ, հատուկ ծառայություններից, մեդիա դաշտից ասեմ, չգիտեմ, տարբեր ուղղություններից վերցված ուրեմն ողջ ինֆորմացիան ես տիրապետել չեմ կարող, այդ ինչ են ասում, այդ first source-ին առաջին, այդ առաջին ինչպես որպես սկզբնաղբյուր, ես դրանք չեմ կարող, բայց այսպես ասած անզեն աչքով էլ ակնհայտ է դառնում, որ Հայաստանի Հանրապետությունում այսօր ընդդիմության գործունեության մեջ ակնհայտ կերպով ուրվագծվում է Ինչպես է, դուք ինչպես եք տեսնում, որ ուրվագծվում է։ Ես ասեմ հիմա, առաջի հերթին ես պիտի ասեմ Հայաստանի Հանրապետության վերաբերմունքի հանդեպ, նրա արտաքին քաղաքականության, հավասարակշռման եւ հավասարակշռված քաղաքականության հանդեպ, սահմանազատման, սահմանազատման եւ սահմանանշման հանդեպ, ասենք բյուջեի հանդեպ, ասենք ժողովրդավարության հետ կապված։ Բայց եթե քննադատում են ինչ-որ դիրքորոշում են հայտնում, դա նշանակում է գործակալ են։ Տեսեք, քննադատելը այլ բան է, քննադատելը։ Բոլորս էլ քննադատում են։ Իսկ ով է ասում, որ առանց քննադատության ոչ մի բան էլ չի կարող ստեղծել։ Բայց նենգասպառնալիքով, շանտաժով, չգիտեմ, ասենք անընդհատ ակնարկելով, անընդհատ սև ներկայացնելով արտաքին քաղաքականությունը, անընդհատ սև ներկայացնել Եվրոմիության հետ աշխատանքը, անընդհատ սև ներկայացնել Եվրոմիության քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքները, անընդհատ սև ներկայացնել, ասենք Arctic Eagle Partners շրջանակներում ուրեմն խաղաղ զորավարժությունները, անընդհատ սև ներկայացնել օտարերկրյա պետությունների հետ ունեցած ռազմաքաղաքական դաշինքը եւ այդ արդյունքում Հայաստանին ուրեմն ռազմատեխնիկական այսպես ասած
չասեմ օգնությունը, համենայն դեպս համագործակցությունը, զենքի գնումը եւ այլը։ Կան ոլորտներ, որտեղ ասենք ընդդիմության գնահատականը, ոչ միայն ընդդիմության, նաեւ այս բնակալիզների, այս հենչմանների գործունեությունը, որոնք օգտվում են օտարերկրյա ծառայությունների կամ դեսպանատների աշխատանքից, կերակրատաշտից, լափամանից, ուրեմն անձեն աշկովել ուրվագծվում է նրանց ուրեմն մոտեցումը եւ առհասարակ նրանց արժի համակարգը։ Բայց ովքեր են, ասենք ասել ընդդիմություն, գործակալ դրանք մարդիկ են, չէ՞ վերջը։ Ես մի քիչ կարող եմ ասել, որ ինքս իմ համար փորձել եմ ես էլ իմանամ դրանք ովքեր են եւ կարծեք թե մոտավորապես ուրվագծում են այդ անունները, բայց ես պիտի քեզնից ներողություն խնդրեմ Նարեկ ջան, որովհետեւ ես եթե ասեմ, ես նաեւ պիտի դրա պատասխանը ունենամ։ Համենայն դեպս շատ շուտով ես էլ իմ ինչ են ասում հետաքննության արդյունքում հստակ կերպով ազգանուններ կտամ, անուններ կտամ, որոնք ակնհայտ կերպով երևում է, որ ուրեմն տվյալ հատուկ ծառայությունների կամ այլ երկրների կողմից փորձ է արվում, որ նրանք կատարեն ջութակի դեր, ընդ որում նաև այստեղ առաջին ջութակի դերի հետ կապված է լուրջ մրցակցություն գնում։ Հստակ կարող եմ ասել Նարեկ Կարապետյանի, ՀՀ երկրորդ նախագահի, էլի մարդկանց հստակ կարող եմ ասել, բայց քանի որ փակագծերը բացելու համար ինձ դեռևս մի քիչ ժամանակ է պետք, ոչ շատ, մի քիչ ժամանակ է պետք, բայց հստակ կարող եմ ասել, որ ուրվագծում է քաղաքական դաշտում այդ գունապատկերը։ Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությունները ինչպես եք մեկնաբանում Վայ։ Ես ուզում եմ ուղղակի մեր քաղաքասարակությանը եւ մեր ընդդիմությանը եւ մեր ուրեմն պետական կառավարման ուրեմն ոչ միայն պետական կառավարման, այլև պետականությանը աջակցող ուժերին հարցամ։ Ինչու համար են պաշտպանում Ռոբերտ Քոչարյանի ծրագրերը։ Ինչու համար են պաշտպանում Ռոբերտ Քոչարյանին որպես այսպես կոչված ճակերտավոր երկրորդ նախագահ։ Ինչ գործնեության արդյունքում է Ռոբերտ Քոչարյանը ձեռք բերել մեծ վստահություն այդ ուժերի կողմից։ Եվ այդ հարցը ինքս ինձ ուղղելով տեսնում եմ, որ դատարկից ոչինչ։ Տեսնում եմ, որ առանց կրակի ծուխ լինել չի կարող։ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցները վերջին երկու ոտից գլուխ, բառից բուն իմաստով անգրագիտություն է քաղաքական դաշտից, քաղաքական դաշտի խմորումներից, քաղաքական ուժերի երկրի ներսում նկատի ունեմ դիսպոզիցիայից, տեղաբաշխումից մեծ անիրազեկվածություն է արտաքին քաղաքականության վերաբերյալ մարդը դեռևս տարածաշրջան ասելով հասկանում է Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, մարդը դեռևս լուրջ դաշնակից ասելով հասկանում է մեծ եղբոր, փոքր եղբոր հարաբերություն Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության մարդը դեռևս մնացել է Պոլիտբյուրոյի կրնկի տակ եւ մարդը դեռևս չի թոթափել 60-70-ական թվականների խորհրդային տրակտորի թուրթուրավոր անիրների լուծը։ Մտածելակերպով ասեմ, նրանց արժի համակարգը, վեյբենդը, մտքի դիապազոնը շատ նեղ է, շատ սահմանափակ է։ Նա Ռոբերտ Քոչարյանը իմիջիալոց ես պիտի ասեմ 38 տարի ճանաչելով Ռոբերտ Քոչարյանին, նա դեռևս նախանձախնդիր եւ նախաձեռնող չի եղել ոչ մի քաղաքական ուժ ստեղծելու առումով։ Հստակ դա ասում եմ։ Նա ասում են կուսակցությունը ժողովուրդն է։ Ուրեմն այդպիսի բան գոյություն չունի քաղաքական դաշտում։ Դրանք ասում են զուտ PR որ ասում են պոպուլյար բանի էս ակնահաճո եւ ունկահաճո հայտարարություններ են, որոնք ոչ մի աղերս չունեն հասարակական կյանքի դասավորվածության հետ տարբեր շերտերի եւ դա մեղմ ասած դա ընդամենը հիմարություն է։ Նա ասում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները վատ տարածած չլինեին, պատերազմի ժամանակ պատշաճ օգնություն կունենային, բայց մենք դաշնակցի հետ ասում ենք հարաբերությունները փչացրել էինք։ Նա այդպես չի ասում, նա ասում է, որ Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ բերել է նրան,
որ Հայաստանը սանձազերծել է 2020 թվականի 44-օրյա պատերազմը։ Վարչապետի մեկ մեջտեղ է բերում վարչապետի հայտարարությունը, մեկ մեջտեղ է բերում, չգիտեմ, դիվանագիտական հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների մեջ ինչ որ առիթներ են ման գալիս, մեկ այն է ասում, մեկ ասում է, որ պիտի լսեր Լավրովի ծրագրին, Պուտինի ծրագրին, ռազմավարական գործընկերը Ռուսաստանը 2006 թվականից սկսել է ակնհայտ կերպով բաց դավաճանել իր ռազմավարական գործընկերոջ շահերը, իր ռազմավարական գործընկերոջ ուրեմն խնդիրները առաջին հերթին կապված Արցախի խնդրի հետ, Արցախի ժողովրդի ինքնորոշման, Արցախի ժողովրդի ճակատագրի, այնուհետև ռազմավարական գործընկերոջ համառ եւ նպատակաուղղված ջանքերի շնորհիվ Թուրքիան այստեղ դարձավ տարածաշրջանային լուրջ խաղացող եւ այսօր էլ Ռուսաստանի համառ ջանքերի արդյունքում կամ ավելի ճիշտ հետևանքով Մինսկի խումբը լուծարվեց։ Դա արդեն երբ որ Նիկոլ Փաշինյանը եւ Ալիևը պայմանավորվեցին Մինսկի խմբի մոտալուտ վախճանի մասին, արդեն Մինսկի խումբը իր գոյությունը վաղուց արդեն դրել էր փակի տակ, Մինսկի խումբը վաղուց լուծարված էր։ Դրանից բացի էլ ասենք նաև ոչ կուլիսային բազմաթիվ բանակցություններ Ադրբեջանի հետ, զենքի մատակարարման, տարբեր քաղաքական մեծ գործերի հետ կապված, դա ակնհայտ կերպով ապացուցեց, որ Ռուսաստանը այս տարածաշրջանում մեղմ ասած խաղում է ոչ կառուցողական ռազմավարական գործընկերոջ շահերը հաշվի չառնելով, այսպես ասած մեծ եղբոր ուրեմն ստատուսով փորձում էր շարունակել իր նախորդ տասնամյակների քաղաքականությունը իներցիայի ուժով, ավանդության ուժով, որը կարծում եմ դա նրան ոչ թե չի հաջողվի, այլ բերեց նրան, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասում ենթարկվեց ֆիասկոյի եւ կոլապսի։ Բավական է ասել, որ ամբողջ Հարավային Կովկասում, հարավ-արևելյան Եվրոպայում, այսպես ավելի ճշգրիտ ասեմ, Արցախը լինելով ռուսական քաղաքականության ամենակարևոր հենասյուներից մեկը, այսօր ամբողջովին ուրեմն օկուպացված է Ադրբեջանի կողմից կամ Չնայած իմ հարցից շեղվեցինք, Քոչարյանը, որ ասում է, Հայաստանի իշխանությունները 18-ին սկսած այնպես են գործել, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացել են եւ պատերազմի ժամանակ էլ դրական վերաբերմունքի Հայաստանը չի արժանացել։ Ըստ ձեզ ինչ նկատի ունի։ Օրինակ ինքը ասում է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին կալանավորեցին, բայց դա հանաք բան չէր, հայտարարությունները հիշեցնում, արդյոք դրանք իսկապես խոչընդոտել են, թե չէ, խանգարել են, թե ոչ։ Գիտեք ինչ, դրանք անհիմն հայտարարություններ են, հիմնազորք հայտարարություններ են, հողի վրա ոչ մի քննադատության չի դիմանում։ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար տվյալ պահին, եթե չեմ սխալվում, խոսքը ՀՀ նախկին Պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի մասին է, այսինքն ինչ է նշանակում, եթե մարդը անցնում է քրեական գործով, կարող ենք մենք ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը համարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, եթե նա Հայաստանի Հանրապետության օրենքներով պիտի ենթարկվի քրեական պատասխանատվության, դա չի նշանակում ՀԱՊԿ-ի ուրեմն ինչու է Քոչարյանը ամեն ինչ անում, որպեսզի Հայաստանին մեղադրի, այլ ոչ թե սա մեկ եւ երկրորդը ես պիտի ասեմ հետեւյալը 2018-2020 թվականին Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջպետական հարաբերությունների մեջ Հայաստանի կողմից չի եղել որևէ գործողություն, չի եղել որևէ ուրեմն գործառութային նշանակության որևէ արարք, որևէ երևույթ, որ դրանով կարելի է Հայաստանի մեղադրել։ Գալով ընդհակառակը միլիարդավոր դոլարներով զենք մատակարարել Ադրբեջանին, գալով նրան նաև որ Ռուսաստանը անթաքույց կերպով արդեն
այստեղ բանակցային ոչ միայն վիճեցրել էր բանակցային գործընթացը, այլ նաև եւ Ղրիմի հետ եւ Ուկրաինայի հետ հարաբերություններին փորձում էր իր կողմը ներքաշել առաջերտին Թուրքիան, ինչու՞ չի նաեւ Ադրբեջանին, ապա բերեց նրան, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը հարավային Կովկասում ամբողջովին ձախողվեց եւ ենթարկվեց կրախի։ Ռոբերտ Քոչարյանի արտահայտությունների հիմնազուրկ են, բովանդակային առումով ոչ մի քննադատության չեն դիմանում։ Հայաստանի Հանրապետությունը 2018-2020 թվականի Ռուսաստանի հետ իր ռազմավարական գործընկերության շրջանակներում եւ մարտավարական եւ ռազմավարական առումով ոչ մի ձախողում, ոչ մի սխալ թույլ չի տվել։ Իսկ հիմա Քոչարյանի այս մեղադրանքները ինչպես հասկանալ։ Ես ճիշտն ասած, քանի որ ես դրանք համարում եմ անցյալ էտապ, ես դրանք համարում եմ ձայն բարբարո հանապատի, դատարկ հայտարարություններ են, բնականից էլ բնական է, այսօր ամեն կերպ Ռոբերտ Քոչարյանը փորձում է քաղաքական դաշտում վրեժխնդրության մոլուցքով տարված վերադառնա ուրեմն պետական իշխանության։ Այդ չի ունենալու երբևիցե չի ունենալու։ Ես ուզում եմ հարց տամ, դրա համար եմ ասում, մենք ինչու համար պետք է պաշտպանենք Ռոբերտ Քոչարյանին, ինչու համար պիտի պաշտպանենք Սերժ Սարգսյանին, ինչու համար պիտի պաշտպանենք Լևոն Տեր-Պետրոսյանին։ Այսօր էլ ովքեր են, ասենք նրանց ջոթակահարները եւ թարահարները, ովքեր են նրանց աջակիցները, ովքեր կան քաղաքական դաշտում, այն նույն մարդիկ են, ովքեր նախկին տասնամյակներին իրենց իսկ գործունեության արդյունքում ձախողել են կամ մեղմ ասած տարել են, ուրեմն փակուղի են տարել այդ երեք նախագահների արտաքին քաղաքականությունը, ներքին քաղաքականությունը, արդարադատության համակարգը, ռազմավարական գործունեության շրջանակները։ Ուզում եք բյուջեից կարող ենք խոսել, ուզում ենք իրավակարգից կարող ենք խոսել, ուզում ենք ռազմաֆեոդալական վերնախավից կարող ենք խոսալ, ուզում ենք բանակի մատակարարումներից խոսել, բանակի կադրային քաղաքականությունից խոսել եւ հատկապես ռազմատեխնիկական վերազինման, ուրեմն այդ մեծ գործընթացից, որը հիրավի հերոսական ուրեմն գործառույթ է, կարող ենք նաև դրանից խոսալ եւ այսօր տեսնել, որ մենք ինչ ունենք սահմանին եւ վերազինման ուղղությամբ սահմանագծի երկայնքով պաշտպանական բնագծերի Բայց եթե ունենք այդ ամեն ինչը, ինչով է պայմանավորված իշխանությանից վախվորած քաղաքականությունը։ Հիմա անդրադառնանք դրան։ Նարեկ ջան, գաղտնիք չի, որ այսօր Ադրբեջանի բռնապետ Հեյդար Ալիևը իրեն պահում է fault finder-ի ուրեմն կեցվածքով։ Այսինքն ավելի մանրացնեմ, չէ, այդ կռվարար մարդիկ կան, որոնք ամեն ինչ ուզում են մի բան ստեղծեն, անպայման մի բան ասածը լինեն։ Այսինքն այդ fault finding-ը Ադրբեջանի համար կիրառվում է տարբեր հարթակներով։ Դա կլինի սահմանադրության փոփոխությունը մեկ Հայաստանի Հանրապետության, դա կլինի ուրեմն տեղանունների հետ կապված հայտարարությունները, դա կլինի Սևանա լճի հետ կապված Գյոքչա անվանումը, ես քանիցս իմ հարցազրույցների մեջ ասել եմ, որ այդ անվանումները, որոնք սկիզբ են առել 16-րդ դարից եւ մինչեւ 19-րդ դարի վերջը 20-րդ դարասկիզբը անվանակոչվել են, զուտ ելնելով հարկային վարչարական խնդիրներից ու Չէ, իմացեք, դուք ասում եք մեր բաները հզորացել են, կեսուն են կենում են, բայց դեպքում այդ հզորությունը նաև բանակցություններում ամուր դիրքերից հանդես գալն է, չէ՞։ Ես ձեզ լրիվ հասկանում եմ, եթե խոսքը վերաբերում է սահմանազատմանը եւ սահմանագծմանը, սահմանանշմանը, ապա հստակ կերպով ես պիտի ասեմ, դա պետք է լինի շատ հայելային կերպով։ Ադրբեջանական զինուժը օր առաջ պիտի լքի ավելի քան 250 կիլոմետր քառակուսի կիլոմետրի վրա իր ուրեմն տեղաբաշխված ուժերը պետք է հեռանան այնտեղից, եթե միմյանց տարածքային ամբողջականությունը հարգում ենք, եթե գնում ենք խաղաղության խաչմերուկի ճանապարհով եւ հարավային Կովկասում նոր անվտանգային համակարգերի ներդրման հաստատման ուղղությամբ, ապա պետք է առաջերտին հարգել միմյանց տարածքային ամբողջականությունը։ Նիկոլ Փաշինյանի վերջերս Արադ Արադ Միրզոյանի եւ Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունները մեկ բան են ասում, որ նաեւ մարգինալիայում լուսանցներում հասկացնել են տալիս, որ համարժեք պատասխանը Ալիևին եւ Միլի Մեջլիսի падգամավորներին, ինչպես նաեւ քաղաքասարակությանը
այդ ուրեմն հոխորտանքներին, այնքան էլ չի խոսա Ադրբեջանի օգտին։ Այդ պատասխանը կա եւ ցանկացած պահի կարող են նրանք ուղղել։ Այստեղ խնդիրը գնում է զուտ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմամբ, առավել եւս Ալիևի ախորժակը զսպել են Ամերիկայում կայացած հանդիպման ժամանակ, նաեւ դրանից հետո, բայց ես պիտի ասեմ, հանրապետության կառավարությունը հստակ գիտակցում է այսօր, որ մեր բանակի մարտունակությունը եւ մեր ուրեմն սպայական կազմի եւ ավելի ցածր կազմի շարքային մեր ուրեմն բանակային կազմավորումները այսօր պատրաստ են արժանի հակահարված տալ Ադրբեջանին, վերականգնելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, առավել եւս պատասխանատու կերպով ասում են, որ ամբողջ միջազգային հանրության ուրեմն համակրանքը եւ աջակցությունը լինելու է Հայաստան Հանրապետության կողմը, քանի որ օկուպացված է բռնի կերպով Հայաստանի ռազմական ճանապարհով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ավելի քան 250 քառակուսի կիլոմետր։ Այսօր էլ ես այն համոզմանն եմ եւ կարծում եմ, որ հստակ կերպով գիտեմ, որ նաեւ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները եւ նրանց ղեկավարներն էլ այն կարծիքին են, որ մեր բանակը ի վիճակի է ուրեմն հավասարի մի բան էլ ավելին հակահարված տալու մեր դեմ կիրառված ագրեսիայի։ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունից մեկին նաև անդրադառնանք, նա հիշելով պատերազմի օրերին ասում է, որ ես գնացի Արցախ ու առաջարկեցի օգնություն ինքը, Սերժ Սարգսյանը, մյուսները, ասում եմ, բայց դա չընդունվեց։ Սա ինչպես կմեկնաբանեք, ամեն դեպքում Քոչարյանը Արցախից էր, ինչ որ առումով բանակցային փորձ ուներ, պատերազմի առաջին պատերազմի մասնակից էր եղել, ինչու չի օգտագործվել ըստ ձեզ այդ պոտենցիալը։ Ես ինքս այն կարծիքին եմ, որ նրանց խորհուրդները նախ բանի պետք չեն։ Ես չեմ գտնում, որ նրանք կարող են ճիշտ խորհուրդներ տալ, որովհետև նրանց նախորդ տարիների ուրեմն գործունեության հետագիծը բավականին այլ բան է հուշում մեզ եւ պետական ղեկավարման մեջ եւ բանակի կառավարման մեջ եւ բանակի հանդեպ իրենց վերաբերմունքի մեջ նրանք ամեն կերպ փորձում են այնտեղ ապակայունացնել իրավիճակը։ Ես պիտի ասեմ, որ Արցախում գործող բազում գեներալիտետի, որոնք արմատներով արցախցի են, նրանց գործունեությունը, նրանց հայտարարությունները, նրանց ուրեմն օրական կենցաղը հակառակն են ասում, առավել եւս, որ ինքը իր գործունեությամբ եւ իր խորհուրդներով չէր կարող որոշակի դեր խաղալ պատերազմի ուրեմն վերջնական սլաքը կամ պատերազմի վերջնական վախճանը բալանսը հոգուտ մեզ ուղղելու համար։ Այդ առումով դա բացառվում է, առավել եւս ես դա պիտի ասեմ, որ ինչ ես ուզում մի մարդուց, երբ որ օրինական տրված ճանապարհով Արցախում տեղի ունենան պետական հեղաշրջում, ասում են ձեր կարծիքը Արցախում տեղի ունեցած իշխանափոխության վերաբերյալ 23 թվականի օգոստոսի վերջին, ասեց ես միայն ուրախացա։ Պետական գործչի ցինիկ, ուրեմն վրեժ խնդիր, իշխանությունը հասնելու մոլուցքով տառապող պատասխան, ուրիշ ոչ մի բան։ Նույնը վերաբերում է ուրեմն երրորդ նախագահին, որովհետև այդ պատասխանները, այդ հարցազրույցները, այդ մոտեցումները, երբ որ հրավիրում են մամլոասնուլիսներ իրենց յուրայինների միջոցով, երբ որ հարցազրույցներ են տալիս։ Բայց դու կարծում ես Քոչարյանը չէր կարող օգնել ինչ որ ասենք դրական բան ասել, չգիտեմ ձեզ։ Եթե Քոչարյանը պիտի դրական օգներ, ես օրինակ ասենք իմ վրա եմ վերցնում, իմ նման նաև շատ-շատերը, մենք նաև մասնակից ենք եղել ֆինանսապես, նյութապես, որոշակի առումով։ Բայց նա առաջին պատերազմի հաղթողներից չէ։ Դա միֆ է, այդպիսի բան չկա, դա գեղձիկ է ոտից գլուխ։ Ռոբերտ Քոչարյանը ռազմական գործողություններին ոչ մի ձևով չի մասնակցել առաջին պատերազմի ժամանակ, ընդհակառակը։ Բայց հերոս չի, Արցախի հերոսի կոչում չունի։ Դե հիմա Արցախի հերոսի կոչում ավելի քան 20 հոգի ստացել են, բայց այդ Արցախի հերոսները բոլորս գիտենք ինչով են եղել զբաղված, նաև Հայաստանի Հանրապետության հերոսները։ Այդ հերոսների ուրեմն գործնեության մուտքգծերը եւ ոչ միայն մուտքգծերը եւ շատ-շատ ուրեմն փաստեր եւ արարքներ եւ դրվագներ, երբ որ բերում ենք
ջրի երես ենք դուրս գալիս, տեսնում ենք, որ նույնիսկ թշնամին այդպիսի գործունեություն չէր ծավալի։ Հստակ եմ ասում, ես ընդհանրապես կարող եմ մի դեպք ասել 1992 թվականին։ Չէ, դուք որ ասում եք միֆը, այսինքն դուք տեսել եք Քոչարյանը առաջին պատերազմում ինչով է զբաղված եղել։ Ուրեմն Քոչարյանն առաջին պատերազմով զբաղված է եղել լինելով Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ, սկսած 1992 թվականի մայիսից, մինչև ուրեմն 1994 թվականը, երբ որ ազգային ժողովը Արցախի գերագույն խորհրդով ընտրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ, ես պիտի ասեմ, որ արդեն 1992 թվականի գարնանը Ռոբերտ Քոչարյանը կազմակերպեց պետական դավադրություն, Գերագույն խորհրդի ամբողջ լիազորությունները վերցրեց իր ձեռքում, եւ դա եղել է ռազմական գործողությունների մեջ մասնակցությունը Ռոբերտ Քոչարյանը երբեք չի ունեցել, դա գեղձիկ է, այդպիսի բան լինել չի կարող։ Սերժ Սարգսյանի պարագայում Սերժ Սարգսյանը 91 թվականի վերջից մինչև 92 թվականի հունիսը Սերժ Սարգսյանը եղել է մինչև 92 թվականի ամռանը Սերժ Սարգսյանը եղել է Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար։ Չեք ուզում ճշմարտությունը ասեմ, ես էլ եմ ասում, որպես մասնակից այդ իրադարձությունների ազգագրական պայքարի, որպես թիկունքից մատակարարող, որ շաբաթ չկար, որ մի քանի անգամ չլնեի ռազմաճակատում, ես ասում եմ Ռոբերտ Քոչարյանը ռազմի դաշտում երբեք չի եղել։ Ուրիշ Բայց իր հենց բուն պարտականությունն էր լինել ռազմի դաշտում։ Իհարկե ոչ, իհարկե իր բուն պարտականությունը չի, իհարկե իր բուն պարտականությունը չի, իհարկե ասում եմ մենք մոբիլիզացիա արեցինք, զորահավաք արեցինք 120,000-130,000 ժողովրդով եւ հաղթեցինք 6-7 միլիոնանոց ժողովրդի, մոռանալով որ այստեղից ինչպիսի օգնություն էր գնում թե ջոկատների տեսքով, թե ռազմատեխնիկական օգնություն, թե հագուստի սննդի, թե վառելիքի օգնություն, թե ռազմական տեխնիկայի օգնություն եւ այլ եւ այլ։ Բա երկրի ղեկավարը իրավունք ունի սրանք անուշադրության մատնելու կամ սպիտակը ներկայացնի սևի փոխարեն ասելով որ մենք ենք հաղթել եւ վերջ։ Ընդհակառակը 92 թվականին, երբ որ այստեղից Արթուր Մկրտչյանի սպանությունից հետո փորձ էր արվում այնտեղ ընտրել նոր երկրի ղեկավար, Ռոբերտ Քոչարյանը ոչ մի անգամ չէր կարողանում հավաքել համապատասխան ձայներ եւ Բաբկեն Արարքյանը Հայաստանի խորհրդարանի նախագահ հայտարարեց, որ եթե չընտրեք Ռոբերտ Քոչարյանին, Հայաստանի Հանրապետությունը ոչ մի փափուշտ, ոչ մի պարկ ցորեն, ոչ մի ուրեմն դույլ վառելիք, բենզին եւ սալյարայուղ չի ուղարկելու Արցախ։ Այդ հայտարարությունը եւ այդ ելույթն էլ կա։ Ահա այսպես է եղել։ Ահա այսպես է եղել։ Ահա այսպես է կատարվել պետական դավադրություն, պետական հեղաշրջում։ Նա Քոչարյանի իր գրքում տենց ներկայացնում էր, թե ինչ լուրջ մասնակցություն է ունեցել, երբ որ Դե գիտեք, ինչ։ Դե գիտեք, հիմա եթե Բայց դրվագը չներկայացրեցի։ Այդ դատախազին, որ ադրբեջանցի դատախազին գերի են վերցրել, Ադրբեջանի դատախազին գերի են վերցրել այն մարդիկ, որոնց անձամբ ճանաչում եմ, նրանցից մեկն էլ եղել է Սամվել Բաբայանի եղբայրը, Կարեն Բաբայանը, որը հետագայում այդ ժամանակ գումարտակի հրամանատար է, հետագայում դարձավ Արցախի ներքին գործերի նախարարը, դրանցից մյուսը եղել է իմ շատ հարազատը մեր ազգից արմատներով, եւ պիտի ասեմ ինքը դրա հետ մասնակցություն չի ունեցել, եթե խոսքը գնում է պատերազմի ռեալ հերոսների եւ պատերազմի եւ ռազմական գործողությունների կազմակերպման մասին, ինչ խոս ես չեմ կարող ուրանալ Սամվել Բաբայանի եւ ելի շատ մեր հրամանատարների դերը, որոնց եթե անհրաժեշտ լինի կարող եմ ուրեմն անուն թվարկել։ Բայց եթե Քոչարյանը բան չի արել պատերազմի դաշտում կամ ընդհանրապես կառավարման, առումով բան չի արել, ճիշտ, օրինակ չի կոմունիկացրել եւ այլն իր պաշտոնից բխող բան։ Հիմա Ալիևը ինչու է իրան պահանջում։ Ուրեմն մի բան արել է, չէ՞, Ադրբեջանին վնաս։ Ալիևը գիտեք ինչ, Ալիևը եթե պահանջում է,
Ալիևը կարող է նույն հաջողությամբ նաև ասենք ինձ էլ պահանջել։ Ես էլ եղել եմ Ղարաբաղ կոմիտեի հիմնադիր անդամ։ Ալիևը կարող է մի քանի հազար մարդկանց պահանջել։ Ասենք Ալիևը պահանջել է Արցախի բոլոր նախագահներին։ Հիմա նույն հաջողությամբ ես պիտի ասեմ, որ Բաքվում գերեվարված եւ պատանդի կարգավիճակով գտնվող բազմաթիվ ռազմաքաղաքական ղեկավարներ մեղմ ասած իրենց գործունեությամբ այնքան էլ հայանպաստ գործունեություն չեն ծավալել։ Այլ բան է, որ այստեղ մենք մեր հիմնական նպատակը օր առաջ օգնել, նպաստել Բաքվի գերությունից նրանց ազատելուն։ Բայց ինչ է նշանակում Ալիևը։ Ալիևը հարյուրավոր մարդկանց է հիշատակում, հազարավոր մարդկանց է ասում։ Ալիևը բոլոր զինվորներին է ասում։ Ալիևը այսպես հատուկ Խաշաթաղի կամրջի վրա հատուկ ուրեմն տեսախցիկներ են դրել եւ իրենց ԱԱՑ-ի կողմից տվյալ իրենց տված նկարներով փորձում էին նույնիսկ առաջին պատերազմի մասնակիցներին վերցնել։ Այնպես որ դրանք դարձնել որպես հիմք, ասելով թե Ռոբերտ Քոչարյանը անտեղ եղել է ընդգծված հեղինակություն, այդպիսի բան լինել չի։ Հեղինակություն չէր Արցախում։ Իհարկե ոչ։ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ Արցախը լքել են հազարավոր մեր հայրենակիցներ, եթե ոչ տասնյակ հազարավոր։ Նրա թիմակիցներից մեկը հայտարարել է, որ եթե Քոչարյանը գա իշխանության եւ առաջարկ արվի միութենական պետությանը միանալու, երբ Ռոբերտ Քոչարյանի իշխանության գա եւ միութենական պետություն մտնելու առաջարկ լինի, քննարկվելու է։ Սա ինչպես կմեկնաբանեք։ Ուրեմն Ռոբերտ Քոչարյանը իշխանության երբեք չի կարող գալ։ Դա բացառվում է։ Եվ այդպիսի բան քննարկվել եւս բացառվում է։ Ռոբերտ Քոչարյանին այսօր չկան սատարող այնպիսի քաղաքական ուժեր, որոնք գետնի վրա, որոնք հողի վրա ունեն համաժողովրդական վստահություն եւ որոնք կարող են ապահովել այնքան համաժողովրդական քվե, որ իշխանությունը անցնի նրանց ձեռքը։ Դա բացառվում է, դա հեքիաթների դաշտից է, առավել եւս նրանց գործունեությունը, նրանց անցած ճանապարհը թույլ է տալիս մեզ ասելու հստակ կերպով, որ ինչպիսին պիտի չլինի հայոց ղեկավարը, ինչպիսին պիտի չլինի Հայաստանի Հանրապետության ղեկավարը, չունենալով հայ մշակութային արժեհամակարգ հոգևոր, չունենալով պետական գործչի անաչառ մոտեցում, ուրեմն պետության հանդեպ չունենալով զուտ լափամանից եւ կրակտաշտից օգտվելու հատկանիշներ։ Ես կարծում եմ, որ եւ պիտի ասեմ, որ ինքը շատ բացարձակ կերպով հեռու է բանակի խնդիրներից, բացարձակ կերպով պատկերացում չունի բանակաշինության եւ բանակի կառավարման մասին, մենեջմենտի մասին։ Ես այսօր չեմ ուզենա մտնել մատի ու մատանու արանքը, այսօր էլ իրենց խմբակցության մեջ падգամավորներ կան, որոնք ժամանակին շատ բարձր դիրք են զբաղեցրել ՀՀ պաշտպանության նախարարությունում, նաեւ Արցախի, քանիցս ինձ ասել են, որ Ռոբերտ Քոչարյանը բանակից ինչ է հասկանում, որ Օհանյանն է ասել։ Այո, հենց առաջին Օհանյանը։ Ինչ առիթ է եղավ։ Դե իր կաբինետում նստած ինքը անընդհատ դա ասում էր։ Քոչարյանի իշխանության օրոք թե Չէ, անմիջապես 8 թվականից հետո։ 8, 9, 10 թվականներին։ Էլի շատ էր։ Բայց երբ որ ամեն դեպքում իրենց համար միութենական պետության մաս դառնալու հարցը քննարկման ենթակա է, սա ինչ է նշանակում։ Ես գտնում եմ, որ այդ հարցը կարելի է տալ իրենց։ Այդ հարցը իմ համար արդեն օրակարգից վաղուց հանված, հնամաշ հարց է, եւ գաղտնիք չի, որ այո, իրենք քնում վեր են կենում, օր առաջ մտածում են իշխանատենչության մոլուցքով, իշխանապողության վրեժխնդիր մոլուցքով եւ այդ նպատակին հասնելու համար օգտագործում են նաեւ մեր անթույլատրելի կառույցները, առաջին հերթին հայ առաքելական եկեղեցին, ոչ թե եկեղեցին, այլ եկեղեցու վերնախավը, էլի եւս դրվագներ, Եռաբլուրը, էլի շատ։ Սա նշանակում է, որ պատրաստ է Քոչարյանը Հայաստանի անկախությունը սակարկել, եթե պատրաստ է միութենական պետության մաս դառնալու տարբերակը քննարկել, հարցը քննարկել։ Ես մի բան հստակ կարող եմ ասել, Ռոբերտ Քոչարյանը
այն ղեկավարը չի, որը հստակ կերպով գիտակցում է Հայաստանի ինքնիշխան պետության եւ Հայաստանի սուվերեն գոյության ուրեմն անհրաժեշտությունը հայ ժողովրդի պատմական ճակատագրում։ Ինքը այսպիսի արժի համակարգ չունի եւ պահի ազդեցության տակ կարող է լինել Ռուսաստանի Դաշնության հետ ուրեմն միութենական պետության մաս կազմել, պահի ազդեցությամբ քաղաքական թելադրանքով կարող է նաեւ, չգիտեմ, այլ ծրագրերին միանա եւ այլ, ինչպես եւ որ եղավ ԵԱՏՄ-ի դեպքում, որ ես համարում եմ Հայաստանի ինքնիշխանությանը հասցված մեծագույն հարվածներից մեկը, որտեղ դա առանց հանրաքվեի անելը ես համարում եմ դավաճանություն, եւ վերջին հաշվով Հայաստանի որպես միջազգային հարաբերությունների սուբյեկտի ուրեմն իմաստավորումը Ռոբերտ Քոչարյանի մենթալիտետից հոգևոր արժի համակարգի հետ ոչ մի աղերս չունի։ Բայց ասում են Քոչարյանի իշխանության օրոք հայ ազգը արժանապատիվ էր, գլուխը բարձր էր քայլում։ Դե ես ճիշտն ասած չեմ տեսել այդ գլուխը բարձր քայլելը, ես տեսել եմ օրինակ ասենք Երևանում զինված բանակներ, այս մի հեղինակության զորքը, մի հեղինակության զորքը, ես տեսել եմ Լինսի հիմնադրամի մի քանի 100 միլիոն դոլարների վատնելը, որի հազիվ 20-30%-ն է իր նպատակին հասել, ես տեսել եմ գույք պարտքի դիմացը, ես տեսել եմ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականությունը ուրեմն իրավական ոլորտում, պաշտպանության նախարարության աշխատանքները հատկապես սահմանագծին, պաշտպանական բնագծերի առումով, կադրային քաղաքականության առումով, այլևս չեմ խոսում, որ առաջին երրորդ նախագահների ժամանակ գեներալի կոչում ստանալը դարձել էր բենզինի կտրոնի նման մի բան։ Այնպես որ ես այդ կարող եմ ասել, այլևս չեմ խոսում բազմաթիվ սպանությունների մասին, բազմաթիվ հանցագործությունների անտեսման մասին, այլևս չեմ խոսում, որ ասենք գլխավոր դատախազը զբաղվում էր խաչ կախելով, չգիտես մեկ ուրիշ ասենք իր գործը թողած խաչեր պատրաստում, չգիտես շուրշպար էր անում, ես միայն դա կարող եմ ասել, այլ բան ես չեմ կարող ասել։ Եթե նույնը վերաբերում է նաև գույք պարտքի դիմացը, նույնը վերաբերվում է, որ երկրորդ, երրորդ նախագահների ժամանակ Ադրբեջանը Ռուսաստանից գնեց 5-ից 7 միլիարդ դոլարին համարժեք զենք եւ ռազմատեխնիկա։ Ես չեմ լսել երբևիցե մի անգամ, որ մեր նախագահները ռազմավարական գործընկերոջ Ռուսաստանի ղեկավարության իմա նախագահների արչև հարց բարձրացնեն, որ ինչու եք ուրեմն խախտում ռազմավարական գործընկերոջ մեր հարաբերությունները։ Ռազմավարությունը, քանի որ նրանք քանիցս հայտարարել դա այնպես են անում, որպեսզի հավասարակշռությունը բալանսը չխախտվի հարավային Կովկասում։ Ճիշտ եմ ասում, թե չէ։ Մոտեցումը այսպեսին է Ռոբերտ Քոչարյանի պատասխանը։ Դուք եք հիշում եք, Նարեկ, երևի հարցազրույցների մեջ դուք կլինեք կամ ունկնդրած կամ էլ ականատես եղած նրա այդ պատասխանները։ Դե ասում են Քոչարյանի օրոք հայկական Արցախ կար։ Դա Քոչարյանի օրոք չի եղել, դա եղել է ուրեմն մեր ժողովրդի հերոսական գործունեության շնորհիվ, դա եղել է մեր բանակի, մեր կամավորական խմբերի հերոսական գործունեության շնորհիվ։ Տեսեք, ասենք գաղտնիք չի, մի բան էլ ես պիտի ասեմ։ Իմ հարազատներ, օրինակ իմ հարազատ եղբայրը ԱԱԾ-ի գնդապետ է։ Պատերազմի տարիներին եղել է առաջին Արցախում առաջին կամավորական ջոկատի հրամանատարը, հիմնադրել է։ Այնուհետև գումարտակի հրամանատար, այնուհետև զորամասի հրամանատարի տեղակալ, այնուհետև առանձին հարվածող գումարտակի հրամանատար եւ ԱԱԾ-ի տնօրեն։ Ասենք ինձ ասում է Քոչարյանը հող չի հանձնել։ Ես ասում եմ հողը դու չես հանձնել։ Հողը Մոնթեն չի հանձնել, հողը չի հանձնել Լեոնիդ Ազգալդյանը, հողը չի հանձնել Բեկորը, հողը չեն հանձնել ձեր նման մի քանի հազար հոգի, հողը չի հանձնել Վազգեն Սարգսյանը, հողը չի հանձնել էլի հարյուրավոր, հողը չի հանձնել Սամվել Բաբայանը, էլի կարող եմ հարյուրավոր եւ հազարավոր մարդկանց թվարկել, ինչ է նշանակում Ռոբերտ Քոչարյանը հող չի հանձնել եւ Ռոբերտ Քոչարյանը հաղթել է, ինչ է նշանակում։ Ես ձեզ ասում եմ, Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին Արցախից տասնյակ հարյուրավոր պետական աշխատողներ իր երեսից իր
ուրեմն գործունեության հետևանքով նաև հազարավոր բնակիչներ լքել են Արցախը։ Բավ հանցնեց վերջը հողերը։ Ես ձեզ մի անգամ ասել եմ, դուք իմ կարծիքս գիտեք, Հայաստանի Հանրապետությունը ունի մեղքի իր բաժինը։ Արցախը հանձնվել է բովանդակ հայ ժողովրդի կողմից, ոչ թե հանձնվել է, այլ սկուտերի վրա մատուցվել է մեր թշնամուն։ Հայաստանի Հանրապետության ինչա բանակցում, ինչպես կարող էր հանձնել, ժողովուրդը չի գնացել բանակցությունների։ Արցախի հանձնման մեջ իր մեղքի մեծ բաժինը ունի Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը եւ Արցախի Հանրապետության ղեկավարությունը։ Երկու հանրապետությունների ռազմաքաղաքական ղեկավարության սխալ կառավարման, սխալ մենեջմենտի հետևանքով Արցախը հանձնվեց Ադրբեջանին։ Ես ավելին պիտի ասեմ, բոլորս էլ գիտենք, որ Ադրբեջանի կողմից ովքեր են կռվել, բոլորս էլ գիտենք, որ ինչ երկրներ, ընդհանրապես այս պատերազմը եղել է արտոնյալ պատերազմ, այս պատերազմը եղել է անխուսափելի, բայց մենք կարող ենք դիմակայել ավելի քիչ կորուստներով, տարածքային եւ ավելի քիչ մարդկային զոհերով, իմ պատասխանը միանշանակ է. այո, մենք կարող ենք։ Դրա համար խնդրեմ, սիրով կարող եմ առանձին հարցազրույց ունենալ, ես հավաքում եմ այդ բոլոր փաստերը եւ զինվորականներից եւ էլի շատ-շատերից, ով է ստիպել Նիկոլ Փաշինյանին, Արշակ Կարապետյանին, իմանալով նրա կենսագրությունը, հատկապես 2016 թվականի 4-օրյա պատերազմի նախօրյակին սխալ հետախուզական աշխատանքների հետևանքով բերել նշանակել վարչապետի խորհրդական, այնուհետև գլխավոր շտաբի պետի տեղակալ։ Ով է ստիպել նրան որպես պաշտպանության նախարար պահել Դավիթ Տոնոյանին, որը բացարձակապես ոչ մի բան չի հասկանում, հիմա էլ ասում է, ես ասել եմ նոր պատերազմ, նոր տարածքներ, ասել եմ, որպեսզի հանրության Նիկոլ Փաշինյանը խոստովանեց Արշակ Կարապետյանին ինչպես է նշանակել Ռուսաստանին ավելին ասեմ, ավելի վատ, եթե օտարերկրյա ազդեցության մարդ է, պիտի նշանակես այստեղ պաշտպանության նախարար, ավելի վատ իր համար։ Ավելին ասեմ, որ բոլոր փաստերը մենք ունենք ասելու, որ երբ որ Ալիևը արդեն Կուբատլուից ուղղություն էր վերցրել դեպի Շուշի, ոչ մի գրեթե դիմադրությունը շատ քիչ եղավ։ Բավական էր 2-3 գումարտակ նորմալ, ուրեմն հանդերձանքով եւ ռազմական տեխնիկայով մենք կարող ենք դրախտիկ, ուրեմն ազող դրախտիկ Շեխեր եւ Կարմիր շուկայի հատվածում ամբողջովին կացեցնելու ադրբեջանական զորքի անարգել ուրեմն սրընթաց գրողների դեպի Շուշի առաջ խաղացումը։ Մենք դա չարեցինք։ Ես քանի որ այս փաստերով հիմա շատ լուրջ աշխատանք եմ տանում եւ ռազմատեխնիկական խնդիրների շուրջը եւ ուրեմն բանակի սպայական կազմի հետ կապված եւ զինվորների հետ կապված եւ նաեւ ստրատեգիական, քանի որ ես լուրջ աշխատանք լուրջ ուսումնասիրում եմ այս հատվածը Շուշիի գրավման հետ կապված, ես առայժմ ուրեմն ձեռնպահ կմնամ ավելի հստակ հայտարարությունների համար։ Ասել, որ պատերազմում Հայաստանի Հանրապետության մեղքի բաժինը շատ քիչ է, ես այդ կարծիքին չեմ, բայց ես պիտի ասեմ, որ համենայն դեպս Հայաստանի Հանրապետությունը իր ձեռքից եկած ռազմական տեխնիկայով, ուրեմն նյութական օգնությամբ, սպայական կազմով արեց հնարավորը։ Այլ բան է, որ մենեջմենտի առումով թույլ տվեց լուրջ սայթաքումներ, թույլ տվեց լուրջ սխալներ ռազմաքաղաքական, որը հանգեցրեց ուրեմն մեր կրախին։ Շնորհակալություն, պարոն Սաֆարյան։ Ես եմ շնորհակալ։